քննչական կոմիտեի մոտից ենք մենք ուղի հեռարձակման աշխատում, այստեղ զեղծարարության զոհ դարձած քաղաքացիներն են բողոքի ակցիա իրականացնում, այս պահի դրությամբ էլ ներսում քննիչի հետ են հանդիպում։ Ես Ժաննան եմ, մենք ամբողջ ընտանիքով տուժել ենք Ելոբիթ հարթակից, 6 հոգի, յուրաքանչյուր $1000 ներդրել էինք, որպեսզի օգուտ ունենայինք, մեզ Ելոբիթի մասին իմացել էինք մեր ծանոթ բարեկամներից, որոնք ևս տուժել էին։ Ինչպես է այս մեխանիզմը աշխատում, ինչպես ստացվեց, որ գումար ներդրեցիք ու հետ չստացաք։ Դա տելեգրամյան ալիքներ կային, որոնց միջոցով գալիս էին կոդեր, այդ կոդերը դնում էինք Ելոբիթի հավելվածի մեջ, ժամեր կային հստակ, ժամերին մտնում էինք, կոդերը հավաքում էինք, օրինակ եթե ներդնում էինք այդ պահին $10, օրինակ $5-ից $6 շահույթ էինք արդեն ունենում։ Այդպես 3 խաղ, օրինակ $15 օրական գալիս էր, եւ շահույթը մեծանում էր, արդեն օրինակ 10-ի փոխարեն ներդնում ենք 15, 15-ից գոնե 10 գալիս էր, այդպես 3 անգամ $10 շահույթ էինք ունենում։ Շահույթ չունեցաք։ Երբ Ելոբիթը պայթեց, երբ սկսեցին նորություններ տարածվել, որը չեն կարողանում գումարը կանխիկացնել, մենք եւս փորձեցինք, չէր ստացվում, այդպես իմացանք, որ արդեն ամեն ինչ կորցրեցինք։ Իսկ ընդհանուր ունեք։ Մեր տան անդամներից մեկն էր կանխիկացրել, առաջին ինքն էր մտել հավելվածի մեջ, երբ տեսանք, որ լինում է կանխիկացնել, ամեն ինչ ոնց որ ռեալ է, հա։ Արդեն մյուս անդամներով եւս մտանք $10 Չէ, $10 գալիս էր մեկ կոդից, կոդը գալիս էր օրը 3 անգամ, մեկ կոդից $10 օրինակ, այդպես 3 խաղ, $30 օրինակ մոտավորապես գալիս էր։ Մեկ օրում։ Մեկ օրում։ Իսկ մեկ օրում եք կանխիկացրել ուրիշ օրեր։ Չէ, պետք է 1000-ը լրանալ, նոր կարողանանք կանխիկացնել։ Մոտավորապես 40 օրում, 35-ից 40 օրում լրանում էր այդ 1000-ը եւ կարող էիք կանխիկացնել։ Երբ մեր տան անդամներից մեկը կանխիկացրեց, տեսանք, որ ստացվում է, մյուսներս եւս գրանցվեցինք եւ չհասցրեցինք կանխիկացնել, այսպես ասած։ Հիմա ինչ սպասելիքներ ունեք քննչական կոմիտեից, դուք եւս հանցագործության մասին դիմումի այդ մուտքագրման միացել եք։ Այման, հա, դիմում գրել ենք, բոլորս գրել ենք, պարոն Կարագոզյանի գլխավորությամբ, հավատում ենք, որ արդարությունը կվերականգնվի, տուժած քաղաքացիների գումարները ետ կտան։ Այստեղ դուք եղել եք հանդիպան առհասարակ այս ընթացքում եւ ինչ պատասխաններ են տվել իրավապահները։ Շատ նորմալ, ադեկվատ ընդունել են, քննիչ մեզ արձակունությունը վերցրել է, նորմալ պատասխանել, շատ նորմալ, սպասում ենք, որ արդարությունը կլինի եւ գումարները ետ կտան։ Քանի որ նաեւ այստեղ հավաքված քաղաքացիներից մեկը տուժած քաղաքացիներից մեկը քիչ առաջ ասաց, որ օրինակ իրեն ասել են գլուխը տուրել է ժամանակ, այսինքն ձեզ պարոն Կարագոզյան այդ բանը չկար, հիմա նա մեզ համախմբում է, ինձ թվում է իր գործոնն է, որ գործը առաջ է գնում, այսպես ասած։